Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է, գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ո՞վ ա եղել Հայաստանի Հանրապետության ամենաարդյունավետ դաշնակիցը։ Դրա մասին շատ պարզ նշել է մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բոլոր հարցերով հանդերձ Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ։ Կրկնում եմ, Ռուսաստանի հետ դաշնակցության այլընտրանքը Թուրքիայի տակ թուրքական աշխարհի մաս դառնալն է։ Ինչ է այսօր անում նիկոլիստական ռեժիմը։ Սա է հստակ, ավարտեմ հարցերը կտակ, ոչ մի խնդիր չկա։ Սա շատ հստակ է։ Եվ սա մենք պետք է գիտակցենք։ Եվ ամենակարևորը, Հայաստանը այս հապկից դուրս գալի թեման, հապկում սառեցնելու թեման, սա կատարյալ հիմարություն է։ Սա դեմ է Հայաստանի պետական շահերին։ Ինչ շատ դեպքերում ասում են, որ դու կլնեք ինչ է, որ մենք կլնենք, առաջին նախտես բան չեն լինի, երկրորդ առաջին քայլերից մեկը կլներ հապ վերադառնալը, ակտիվ աշխատանքը հապկում եւ Ռուսաստանի հետ նոր դաշնակցային ավելի խորը համագործակցության ստորագրումը։ Որտեւ Ռուսաստանն է եղել եւ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը։ Եվ այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, դա թուր գլոբալիստական պլան է, որպեսզի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը զրոյացնելով, բայց դա փաթեթավորում են Ռուսաստանի գուբերնիա չդառնալու բանով, էլի, այն գեղեցիկ ականջահաճո կոնֆետի մեջ։ Այդ ո՞րն է գուբերնիան, որ ամենայժան գազն ենք վարում տարածաշրջանում, որ տարածաշրջան, որ միակ երկիրն ենք եղել ԱՊՀ-ում, որ իսկ անտեղ ունենք, որ 50,000 տոննա ձրիզ ենք միայն Սերժ Սարգսյանի ժամանակ Ռուսաստանը մեզ տվել, որ Եվրասիական տնտեսական միության անդամության հաշվին միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, Էդով ընդունել ԵԱՏՄ որոշումը։ Այն ժամանակ, որ Սերժ Սարգսյանը ընդունեց ԵԱՏՄ անդամակցման որոշումը, բոլորը ձեին տված ասում էին մի գիշերվա մեջ, սա Հայաստանի ինքնիշխանության դեմ է, բազմացրել ԵԱՏՄ-ի տված փողերից ոնց ոչ մեկ չի հրաժարվում։ Ու այսօր տնտեսությունը եթե շրջում է, դա նախ եւ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցման որոշման արդյունքում է եղել։ Ու դրա հետևանքով է։ Մենք ամենևին կոչ չենք անում այլ քաղաքական կենտրոնների, այդ թվում նաև Արևմուտքի հետ հարաբերությունների խզման, ամենևին ոչ։ Պետք է աշխատել նաև ամերիկյան նոր ադմինիստրացիայի հետ, որը ունի ի տարբերություն նախկին ադմինիստրացիայի ավելի ազգային պահպանողական բովանդակություն, առնվազն դրա մասին հայտարարվում է։ Պետք է աշխատել Բրյուսելի հետ, բայց պետք է հստակ գիտակցում լինի, գործընկերը մի բան է, դաշնակիցը լրիվ այլ բան է, եւ չմոռանանք, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան ըստ Բլումբերգի, Բլումբերգն այդ լուրը հրապարակել, դիմել է Ռուսաստանին, որպեսզի նա միջնորդ հանդիսանա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ ատոմային ծրագրի այդ բանատությունները իրականացնելու համար։ Բայց արևմտամոլները որ գոռում են, վсё, Ռուսաստանը պարտվեց, վсё, պրծավ, իզոլյացիայի մեջ է, գնաց, տեսա գալու են, ուր է։ Ռուսաստանը ոչ միայն չի պարտվել, այլ նաև Ռուսաստանը այս տարիների ընթացքում իր դերակատարումը բարձրացրել է եւ շարունակելու է ունենալ իր առանցքային դերակատարումը Հայաստանում եւ Հարավային Կովկասում ավելի ճիշտ։ Բայց քանի դեռ աշխարհի երկրորդ Պոզդամ չի եղել, նոր աշխարհակարգ չի հաստատվել, շատ մեծ է վտանգը, որ նիկոլիստական ռեժիմը կփորձի օգտվելով այս դուխտից Հայաստանը տանել դեպի թուրքական վիլայեթացում։ Սա չպետք է թույլ տալ։